Գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը զարմացնում 5 տարվա բժիշկի աշխատանքի ընթացքում։ Մարդիկ գալիս են ինձ մոտ արդեն զարգացած երկրորդ տիպի շաքարային դիաբետով եւ ասում են. «Բժիշկ, սա ինձ համար կայծակ է պարզ երկնունքում»։ Իսկ ես բացում եմ նրանց քարտը եւ տեսնում եմ, օրգանիզմը վերջին 3, իսկ երբեմն 5 տարի շարունակ ազդանշաններ էր տալիս խնդրի մասին։ Պարզապես ոչ ոք չէր լսում։ Այսօր ես ձեզ կպատմեմ 9 վաղ նշանների մասին, որոնք օրգանիզմն ուղարկում է շատ առաջ, մինչև արյան անալիզը ցույց տա 7-ից բարձր թվեր։ Եվ վերջում հատուկ 10-րդ ախտանիշը, որը ես անվանում եմ լուր մարդասպան, քանի որ այն ընդհանրապես չի զգացվում, բայց արդեն քայքայում է ձեր անոթները։ Անպայման դիտեք մինչև 13-րդ րոպեն։ Իմ անունը Անահիտ է, ես գործող բժիշկ եմ։ Քառորդ դարի ընթացքում ես տեսել եմ, թե ինչպես է դիաբետը տարեցների հիվանդությունից վերածվել 40-ամյաների համաճարակի։ Բայց ահա թե ինչն է կարևոր։ Ի տարբերություն շատ հիվանդությունների, երկրորդ տիպի դիաբետը ոչ միայն կարելի է դանդաղեցնել, այլև կարելի է հետ շրջել վաղ փուլում, բայց միայն եթե ժամանակին բռնես։ Դրա համար պետք է իմանալ ինչին նայել։ Այսպիսով առաջին ախտանիշը, եւ այն այնքան ոչ ակինհայտ է, որ նույնիսկ թերապևտ գործընկերները բաց են թողնում։ Դուք սկսել եք գիշերը արթնանալ զուգարան գնալու համար, եւ ոչ մեկ անգամ, այլ 2-3, եւ ոչ թե այն պատճառով, որ քնելուց առաջ շատ ջուր եք խմել։ Ավելի վաղ դա չի եղել, իսկ հիմա գրեթե նորմա է դարձել։ Դուք դա գրում եք տարիքի, տղամարդկանց մոտ պրոստատայի, կանանց մոտ թույլ միզապարկի վրա։ Իսկ իրականում ձեր երիկամներն արդեն գերժամի աշխատանք են կատարում արյունից ավելորդ գլյուկոզան հեռացնելու համար։ Հասկանում եք, արյան շաքարը պարզապես անալիզի թիվ չէ։ Երբ այն դառնում է նորմայից ավելի, երիկամները միացնում են արտակարգ ֆիլտրման ռեժիմը։ Նրանք բառացիորեն փորձում են ավելորդը դուրս մղել մեզով։ Ահա թե ինչու է առաջանում հաճախակի միզարձակում։ Եվ սա տեղի է ունենում 1-2 տարի առաջ, մինչև հաշվարկային անալիզը ցույց տա նախադիաբետ։ Ձեր մարմինն արդեն պայքարում է։ Պարզապես գլյուկոզան արյան մեջ դեռ չի բարձրանում առավոտյան դատարկ ստամոքսին, այլ ուտելուց հետո, երբ դուք անալիզ չեք անում։ Հիշում եմ հիվանդ Միքայելին, 53 տարեկան, շինարար, եկավ հոգնածության բողոքով։ Զրույցի ընթացքում պատահաբար նշեց, որ վերջին կես տարում գիշերը 3 անգամ է արթնանում զուգարան գնալու համար։ Ես անմիջապես գոնացա։ Ուղարկեցի գլիկոզիլացված հեմոգլոբինի վրա, վերջին 3 ամսվա միջին գլյուկոզայի ցուցանիշը, եւ ահա 5.8, նախադիաբետ, հիվանդության շեմին։ Իսկ սովորական դատարկ ստամոքսի անալիզը ցույց էր տալիս 5.9, ֆորմալորեն նորմա։ Տեսնում եք որքան հեշտ է բաց թողնել։ Երկրորդ նշանը կապված է առաջինի հետ՝ մշտական ծարավ, բայց ոչ այն ծարավը, երբ աղի բան եք կերել կամ մարզվել եք, այլ ինչ-որ նյարդայնացնող, երբ երեկոյան կարող եք խմել 2 լիտր ջուր եւ դեռ ուզում եք ավելին։ Բերանը չոր է, շուրթերը ճաքում են, լեզուն կարծես հղկաթուղթով անցկացրած լինեն։ Սա ուղղակի հետևանքն է նրա, որ երիկամները շատ հեղուկ են հեռացնում շաքարի հետ գլուխանելու համար։ Օրգանիզմը ջրազրկվում է եւ պահանջում է լրացնել կորուստները։ Ստացվում է փակ շրջանակ։ Ավելի շատ եք խմում, ավելի շատ եք միզում, նորից ավելի շատ եք խմում։ Եվ շատ մարդիկ տարիներ շարունակ ապրում են ջրի շիշը ձեռքին, համարելով դա առողջ սովորություն։ Իսկ սա կարող է լինել առաջին զանգը։ Մեկ իմ հիվանդուհին, անվանենք Լուսինե, պատմում էր, որ ամենուրեք հետը գրում էր 1.5 լիտրանոց շիշ, մեքենայում, աշխատանքում, նույնիսկ կինոյում։ Գործընկերները կատակում էին. «Դու ինչ ես ուխտ, այդքան խմում ես»։ Նա հպարտանում էր, ասում էր, որ հոգ է տանում առողջության մասին, ջուր է խմում։ Իսկ երբ սկսեցինք պարզել նրա մշտական գլխացավերի պատճառը, պարզվեց, ուտելուց հետո շաքարը բարձրանում էր մինչև 11, նորմայի 7-8-ի փոխարեն։ Մարմինը 2 տարի ծարավով էր ազդանշան տալիս, բայց նա չէր լսում։ Հիմա երրորդ ախտանիշը, եւ այն խորամանկ է, քանի որ նման է սովորական ծուլության կամ տարիքային փոփոխությունների։ Դուք սկսել եք անտանելիորեն հոգնել օրվա կեսին։ Եվ սա ոչ թե այն հոգնածությունն է ծանր աշխատանքից հետո, երբ հանգստանալու իրավունք ունեք։ Ոչ, դուք պարզապես նստած եք համակարգչի մոտ կամ անում եք սովորական տնային գործեր, իսկ ժամը 2-3-ին հանկարծ այնպիսի թուլություն է գալիս, որ ուզում եք պառկել եւ անջատվել։ Գիտեք որն է պատճառը։ Ձեր բջիջները բառացիորեն քաղցած են։ Այո, բարձր շաքարի դեպքում բջիջները քաղցած են։ Պարադոքսալ է հնչում, բայց արյան մեջ գլյուկոզա շատ է, իսկ բջիջների ներս այն չի մտնում, քանի որ ինսուլինը դադարել է արդյունավետ աշխատել։ Սա կոչվում է ինսուլինային ռեզիստենտություն, երկրորդ տիպի դիաբետի հիմնական պատճառը։ Ինսուլին կա, գլյուկոզա կա, բայց բջիջները էներգիա չեն ստանում։ Ահա թե ինչու եք հոգնում։ Եվ ամենաչարամիտը, այս հոգնածությունն ունի հստակ կապ սննդի հետ, բայց ոչ այնպիսին, ինչպես կարծում եք։ Ճաշից հետո, հատկապես եթե կերել եք ածխաջրեր, մակարոնեղեն, հաց, կարտոֆիլ, քաղցրավենիք, 30-40 րոպե հետո գալիս է քնկոտություն, աչքերը կպչում են, գլուխը ծանր է։ Սա շաքարը արյան մեջ կտրուկ բարձրացել է։ Ենթաստամոքսային գեղձը շատ ինսուլին է արձակել, բայց բջիջները դեռ անտեսում են այն։ Էներգետիկ անկում։
4-րդ նշանը՝ մաշկի փոփոխություններ, որոնք հաճախ գրում են տարիքի կամ վատ կոսմետիկայի վրա։ Սկսվում է քոր, հատկապես կնոջ կրծքի տակի ծալքերում, աճուկում, մատների միջև։ Մաշկը չոր է դառնում, թեփոտվում է։ Կարող են հայտնվել մուգ բծեր պարանոցի հետևում, թևատակերում, աճուկի ծալքերում։ Սա կոչվում է սևականթոզ։ Տեսքով նման է կեղտոտ մաշկի, որը չի լվացվում։ Սևականթոզը ինսուլինային ռեզիստենտության ուղղակի տեսողական մարկեր է։ Արյան մեջ ինսուլինի ավելցուկը խթանում է մաշկի բջիջների ավելի ակտիվ բաժանում եւ ավելի շատ մելանին արտադրություն։ Եթե տեսնում եք ինքներդ ձեզ կամ ձեր մերձավորների մոտ այս մուգ թավշյա հատվածները ծալքերում, անմիջապես ստուգեք գլյուկոզայի եւ ինսուլինի մակարդակը դատարկ ստամոքսին։ Քորը առաջանում է, քանի որ բարձր շաքարը իդեալական միջավայր է սնկերի եւ բակտերիաների համար։ Բացի այդ, այն վնասում է մաշկի մեջ գտնվող մանր նյարդային վերջավորությունները, առաջացնելով գրգռում։ Ես տեսել եմ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ բուժել են ալերգիան հակահիստամինային դեղերով, փոխել են լվացքի փոշիները, գնել են թանկարժեք կրեմեր, իսկ պետք էր պարզապես ստուգել շաքարը։ 5-րդ ախտանիշը վերաբերում է տեսողությանը, եւ այստեղ մարդիկ հատկապես վախենում են։ Դուք նկատում եք, որ պարբերաբար պատկերը աչքերի առջև դառնում է պղտոր, կարծես օտարակնոց եք հագել կամ աչքերում մառախուղ է մտել։ Սա տևում է մի քանի ժամ, հետո ինքն իրեն անցնում է, եւ դուք հանգստանում եք, ասում եք անցավ, ուրեմն վտանգավոր չէ, բայց սա շատ վտանգավոր է։ Բարձր շաքարը փոխում է աչքի խնձորի ներսում հեղուկի խտությունը։ Ոսպնյակը ուռչում է, լույսի կոտրումը խախտվում է, տեսողությունը լողում է։ Երբ շաքարը իջնում է, ամեն ինչ վերադառնում է։ Սրանք տատանումներ են, թռիչքներ, եւ եթե նկատել եք դա թեկուզ 1-2 անգամ, սա երկաչյա առիթ է ստուգման համար։ Դիաբետը աշխարհում կուրության հիմնական պատճառներից մեկն է։ Այն քայքայում է ցանցաթաղանթի անոթները, եւ դա տեղի է ունենում աննկատ, առանց ցավի, մինչև ուշ չլինի։ Ուստի ցանկացած տարօրինակություն տեսողության հետ այս ցանկի մյուս ախտանիշերի ֆոնին կարմիր դրոշակ է։ 6-րդ նշանը հատկապես արդիական է տղամարդկանց համար, թեև կանայք էլ են տարապում։ Լիբիդոյի նվազում եւ էրեկցիայի հետ կապված խնդիրներ, եւ ոչ կտրուկ, այլ աստիճանաբար։ 1 տարի առաջ ամեն ինչ լավ էր, հիմա ոչ այնքան։ 1 տարի հետո շատ վատ։ Եվ տղամարդիկ գնում են ոչ թե էնդոկրինոլոգի, այլ ուրոլոգի մոտ, գնում են Viagra, մտածում են ստրես, տարիք, պրոստատա։ Իսկ իրականում բարձր շաքարը վնասում է անոթներն ու նյարդերը, որոնք պատասխանատու են էրեկցիայի համար։ Բացի այդ, ցածր էներգիա բջիջներում, ցածր լիբիդո, սա ուղղակի կապ է։ Եվ եթե սկսել վերահսկել գլյուկոզան վաղ փուլում, ֆունկցիան հաճախ ամբողջությամբ վերականգնվում է։ Բայց եթե թողնել, փոփոխությունները դառնում են անշրջելի։ Իմ մոտ եղել է 48-ամյա հիվանդ, հաջողակ բիզնեսմեն, եկավ էրեկտիլ դիսֆունկցիայի բողոքով, արդեն կես տարի էր խմում դեղեր, վատ էր օգնում։ Զրույցի ընթացքում պարզվեց, ծարավ գիշերային զուգարան գնալ հոգնածություն, ամեն ինչ գրում էր աշխատանքի ծանրաբեռնվածության վրա։ Ստուգեցինք շաքար 6.4 դատարկ ստամոքսին, գլիկոզիլացված հեմոգլոբին 6.2, նախադիաբետ, կարգավորեցինք սնունդը, ավելացրինք ֆիզիկական ակտիվություն։ 4 ամիս հետո շաքարը նորմալացավ եւ պոտենցիան վերադարձավ առանց հաբերի։ Նա շոկի մեջ էր, որ խնդիրը ոչ գլխում էր, ոչ պրոստատայում։ 7-րդ ախտանիշը՝ վերքերի եւ քերծվածքների դանդաղ ապաքինում։ Խոհանոցում կտրեցիք ձեռքը, սովորաբար 3-4 օրում է փակվում, իսկ հիմա 1 շաբաթ հետ հաց է մնում։ Կամ մոծակը խայթեց, 2 շաբաթ է քորում եք, ոչ թե 2 օր։ Ծնգի վրա քերծվածքը 1 ամիս չի անցնում։ Բարձր շաքարը խախտում է իմունային բջիջների աշխատանքը եւ դանդաղեցնում մաշկի բջիջների բաժանումը։ Բացի այդ, վնասում է մանր անոթները, որոնք թթվածին եւ սննդանյութեր են հասցնում վերքին։ Ահա թե ինչու պարզ քերծվածքը 3 անգամ ավելի դանդաղ է ապաքինվում, իսկ եթե միանում է վարակ, կարող է սկսվել լուրջ բորբոքում։ Սա հատկապես վտանգավոր է ոտքերի համար։ Դիաբետիկ ոտքը սարսափելի բարդություն է, որը սկսվում է հենց այդպես։ Փոքրիկ կսվածք կոշիկից չի ապաքինվում, բորբոքվում է, խորանում եւ առաջադեմ դեպքերում կարող է հասնել անդամահատությանը։ Ուստի եթե նկատել եք, որ վերքերը սկսել են ավելի դանդաղ ապաքինվել, մի անտեսեք։ 8-րդ նշանը՝ ձեռքերի եւ ոտքերի մատներում քորոց կամ թմրածություն։ Հատկապես գիշերով կամ երկար նստելուց հետո, կարծես թե ձեռքերն ու ոտքերը քնած լինեն, մարմինով մուրացքներ են վազում, կամ ոտնաթաթերում այրոց, երբ պառկում եք քնելու։ Ստիպված եք ոտքերը հանել վերմակի տակից, որպեսզի սառեցնեք։ Սա սկսվող դիաբետիկ նեյրոպաթիա է, պերիֆերիկ նյարդերի վնասում։ Բարձր գլյուկոզան թունավոր է նյարդային մանրաթելերի համար։ Սկզբում նրանք գրգռվում են, հայտնվում է քորոց, այրոց, հետո սկսում են մահանալ, առաջանում է թմրածություն, զգայունության կորուստ։ Մարդը կարող է ոտքով քայլել մեխի վրա եւ չզգալ, այրվել եւ չնկատել։ Եվ ահա թե ինչն է կարևոր, վաղ փուլում սա շրջելի է։ Եթե նորմալացնել շաքարը, նյարդերը կարող են վերականգնվել, բայց եթե թողնել, վնասումները դառնում են մշտական։
Ես տեսել եմ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ապրում են ոտքերի ցավերով, մեծ քանակությամբ ցավազրկողներ են խմում, իսկ պետք էր պարզապես ստուգել գլյուկոզան եւ սկսել բուժում։ 9-րդ ախտանիշը, որի մասին չեն սիրում բարձրաձայն խոսել, բայց շատ հաճախ է հանդիպում, կրկնվող սնկային եւ բակտերիալ ինֆեկցիաներ։ Կանանց մոտ քրոնիկական կանդիդոզ, մոլոչնիցա, որը վերադառնում է ամեն ամիս, չնայած բուժմանը։ Տղամարդկանց մոտ ոտքերի սնկային վարակ, որը ոչ մի կերպ չի անցնում, խոցերի բորբոքում, որը մեկ հանգստանում է, մեկ սրվում։ Գլյուկոզան միկրոբների սննդային միջավայր է, երբ այն շատ է արյան մեջ, հյուսվածքներում, լորձաթաղանթներում, բակտերիաներն ու սնկերը ավելի ակտիվ են բազմանում։ Բացի այդ, թուլացած իմունիտետը չի կարողանում հաղթահարել նրանց։ Եվ դուք բուժվում եք հակաբիոտիկներով, հակասնկային դեղերով, իսկ մեկ ամիս հետո ամեն ինչ վերադառնում է, քանի որ չի վերացվել հիմնական պատճառը՝ բարձր շաքարը։ Հիշում եմ կնոջը Արմին է, 50 տարեկան։ Նա 3 տարի տառապում էր քրոնիկական մոլոչնիցայով, փորձել էր բոլոր դեղերը, նույնիսկ հանձնել էր սնկի զգայունության անալիզներ դեղերի նկատմամբ։ Օգնում էր 2-3 շաբաթ, հետո նորից սրացում։ Գինեկոլոգը ուղարկեց ինձ մոտ, եւ ես տեսա դասական պատկեր՝ ծարավ, իշերային միզարձակումներ, հոգնածություն։ Գլիկոզիլացված հեմոգլոբինը 6.5, սկսեցինք աշխատել սննդակարգի հետ, ավելացրինք ֆիզիկական ակտիվություն։ Շաքարը նորմալացավ եւ մոլոչնիցան անհետացավ ինքն իրեն, առանց բուժման։ Անցել է 2 տարի, ոչ մի կրկնություն։ Իսկ հիմա 10-րդ ախտանիշը, ամենախորամանկը, այն լուր մարդասպանը, որի մասին խոստացել էի պատմել։ Սա ախտանիշների բացակայությունն է, այո, ճիշտ եք լսել։ Նախադիաբետով եւ վաղ դիաբետով մարդկանց մեծ մասը ընդհանրապես ոչինչ չի զգում, օրգանիզմը փոխհատուցում է, հարմարվում է, դիմանում է։ Դուք վարում եք սովորական կյանք, իսկ այդ ընթացքում բարձրացած գլյուկոզան դանդաղ քայքայում է երիկամների, աչքերի, սրտի, ոտքերի, ուղեղի անոթները։ Հենց այդ պատճառով է կարևոր չսպասել ախտանիշներին, այլ կանոնավոր ստուգվել, հատկապես եթե ունեք ռիսկի տործուններ, ավելորդ քաշ, քիչ շարժում, ժառանգականություն, 40 տարեկանից բարձր տարիք, բարձր ճնշում, բարձր խոլեստերին։ Արյան գլյուկոզայի անալիզը դատարկ ստամոքսին նվազագույնն է, բայց այն ամբողջ պատկերը չի ցույց տալիս։ Շատ ավելի տեղեկատվական է գլիկոզիլացված հեմոգլոբինը։ Այն արտացոլում է միջին շաքարի մակարդակը վերջին 3 ամսվա ընթացքում, նորման մինչև 5.6, 5.7-ից 6.4-ը նախադիաբետ, 6.5-ից բարձր դիաբետ։ Եվ ահա թե ինչ եմ ուզում, որ հասկանաք։ Երկրորդ տիպի դիաբետը ոչ դատապարտում է, ոչ էլ գենետիկ անխուսափելիություն։ Այո, կա նախատրամադրվածություն, բայց այն իրականացվում է միայն որոշակի կենսակերպի դեպքում։ Սա քաղաքակրթության հիվանդություն է, ավելցուքի հիվանդություն, ավելորդ կալորիաներ, մաքրված ածխաջրեր, նստակյաց կյանք։ Եվ նախադիաբետի փուլում, հաճախ նաև վաղ դիաբետի փուլում, ամեն ինչ կարելի է հետ շրջել առանց դեղերի, միայն սննդակարգի փոփոխությամբ եւ շարժում ավելացնելով։ Ես տեսել եմ տասնյակ մարդկանց, ովքեր նորմալացրել են շաքարը, նվազեցրել քաշը, չեղարկել դեղերը։ Բայց բանալին ժամանակին բռնել է։ Ինչ անել, եթե ձեզ ճանաչեցիք առնվազն 3-4 ախտանիշերում այս ցանկից։ Առաջինը՝ չխուճապվել։ Խուճապը չի բուժում, այն միայն խանգարում է։ Երկրորդը՝ գրանցվել բժշկի մոտ եւ հանձնել անալիզներ։ Գլյուկոզա դատարկ ստամոքսին, գլիկոզիլացված հեմոգլոբին, ինսուլին դատարկ ստամոքսին։ Կարելի է ավելացնել գլյուկոզայի հանդուրժողականության թեստ, եթե կան կասկածներ։ Երրորդը՝ սկսել վարել օրագիր։ Գրեք, թե ինչ եք ուտում, երբ եք հոգնում, ինչպես եք քնում, երբ եք գնում զուգարան։ Սա բժշկին կտա անգնահատելի տեղեկատվություն, եւ ձեզ համար էլ ավելի պարզ կդառնա, թե ինչն է հենց հրահրում վատթարացումը։ Չորրորդը՝ մի սպասեք իդեալական պահի, որպեսզի սկսեք թողել կենսակերպը։ Իդեալական պահը հենց հիմա է։ Ոչ 2 շաբթիից, ոչ նոր տարվանից, այլ հենց այսօր։ Սկսեք փոքրից, հրաժարվեք քաղցր ըմպելիքներից, սպիտակ հացը փոխարինեք ամբողջահատիկով։ Ավելացրեք 15 րոպե քայլ ընթրիքից հետո։ Փոքր քայլերը ավելի լավ են աշխատում, քան գրանդիոզ պլանները, որոնք մեկ շաբաթ հետո լքվում են։ Եվ եւս մեկ կետ, որը ես համարում եմ կրիտիկորեն կարևոր։ Եթե ունեք երեխաներ, հատկապես պատանիներ, նայեք նրանց կենսակերպին։ Երկրորդ տիպի դիաբետը արագորեն երիտասարդանում է։ Այնինչ 20 տարի առաջ ախտորոշվում էր միայն 50-ից բարձր մարդկանց մոտ, հիմա հանդիպում է 20-ամյա երիտասարդների մոտ։ Մեր երեխաները մեծանում են շաքարի գերծանրաբեռնվածության եւ շարժման դեֆիցիտի աշխարհում։ Եթե փոխեք ձեր կենսակերպը, դուք ինքնաբերաբար կփոխեք նաեւ նրանցը։ Սա կլինի լավագույն նվերը, որ կարող եք տալ ձեր ընտանիքին։ Գիտեք, թե ինչն է ինձ ոգեշնչում բժշկի աշխատանքում։ Տեսնել, թե ինչպես է մարդը, ով եկել է հոգնած, տանջված, ախտանիշների փունջով, 6 ամիս հետո դառնում է էներգիայով լի, առողջ, երջանիկ։ Եվ սա ոչ հրաշք է, ոչ կախարդական հապ։
Սա մարմնում տեղի ունեցողի հասկացողության եւ հետեւողական գործողությունների արդյունք է։ Ձեր մարմինը թշնամի չէ։ Այն չի դավաճանում ձեզ տալով խափանում։ Այն ազդանշաններ է ուղարկում, փորձում է զգուշացնել. «Հեյ, ինձ դժվար է, եկեք ինչ-որ բան փոխենք»։ Եվ այս 9 ախտանիշները ոչ պատիժ են, այլ հնարավորություն։ Հնարավորություն բռնել խնդիրը ափի մեջ, մինչև այն դառնա ձնայյուս։ Ես 5 տարի նկատում եմ նույն օրինաչափությունը։ Մարդիկ, ովքեր լսում են իրենց մարմնին եւ գործում են կանխարգելիչ, ավելի երկար, ավելի առողջ եւ ավելի երջանիկ են ապրում։ Իսկ նրանք, ովքեր անտեսում են ազդանշանները, հույս ունենալով, որ ինքն իրեն կանցնի, ի վերջո հայտնվում են իմ մոտ, առաջադեմ դեպքերով, երբ արդեն պետք են ուժեղ տեղեր եւ պայքարը գնում է ոչ թե կյանքի որակի, այլ հենց կյանքի համար։ Դուք ընտրություն ունեք, եւ ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս տեսանյութը կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել։ Եթե ձեզ ճանաչեցիք թեկուզ մեկ ախտանիշում, մի հետաձգեք, գնացեք բժշկի, հանձնեք անալիզներ, սկսեք պարզել։ Սա շատ ժամանակ չի խլի, բայց կարող է ձեզ ավելացնել առողջ կյանքի տասնամյակներ։ Գրեք մեկնաբանություններում, բախվել եք այս ախտանիշերից որևէ մեկին։ Գուցե արդեն անցել եք նախադիաբետից դեպի նորմա, կիսվեք ձեր փորձով։ Սա կարող է փրկել առողջությունը մեկ ուրիշի։ Եթե տեսանյութը օգտակար էր, դրեք լայք։ Սա կօգնի ալգորիթմներին ցույց տալ այն նրանց, ում հիմա իսկապես պետք է։ Բաժանորդագրվեք ալիքին։ Առջևում դեռ շատ կարևոր թեմաներ կան առողջության մասին, առանց խուճապի եւ առասպելների։ Միայն ստուգված տեղեկատվություն գործող բժշկից։ Հաջորդ տեսանյութում կպատմեմ, թե ինչպես ճիշտ կազմել ռացիոն դիաբետի կանխարգելման համար, որ մթերքներ իրոք իջեցնում են շաքարը, իսկ որոնք միայն ձևացնում են օգտակար։ Սա կլինի գործնական ուղեցույց, կոնկրետ ցուցակներով եւ օրինակելի մենյուներով։ Մի բաց թողեք։ Խնամեք ինքներդ ձեզ, լսեք ձեր մարմնին եւ հիշեք, կանխարգելումը միշտ ավելի հեշտ, ավելի էժան եւ ավելի արդյունավետ է, քան բուժումը։